Պարոն Սարգսյան, կրակոցների հետ կապված արդեն նաև Տավուշում, Սոտքում են հնչում, ընդհանուր առմապաշտպանության նախարարությունը ինչ է ձեռնարկում։ Ճիշտ է, պարբերաբար հաղորդում եք, որ դրանք ուղղված չեն Հայաստանի Հանրապետության զինվորին։ Թույլ կտակ ես արագ ձեզ կարծում եմ մտահոգող։ Եթե կարելի է, բայց տեսանք, որ Սյունիքում կոնկրետ հենց բնակավայր եւ կոնկրետ հենց տուն է դուժել, այսինքն դրանք նաև ուղղված են։ Ինչ է կապը։ Ուրեմն առաջինը մենք բաց ենք եւ լրատվությունը տրամադրվում է հնարավորինս արագ եւ օբյեկտիվ։ Այսինքն երբ որ կա խնդիր, մենք ներկայացնում ենք։ Կներեք, այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը, այդ ձեր վկայակոչած կրակոցները երբեմն որոնք տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ կարող եմ ասել, եթե անգամ դուք ասում եք կրակոցներ կան, ես շատ լավ գիտեմ, ես շատ լավ գիտեմ, եւ ըստեյության որ դուք ասում եք անհասցե, իմ եւ մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Իսկ կուտակումներ կան։ Այս պահին ոչ, եթե նման խնդիր ծագի, բնականաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը անվտանգային կազմակերպական եթե մեր պաշտոնական տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, իսկ դուք հավատալու եք տեսանյութերին, ապա կարծում եմ ինձանից չպետք է հարցնել։ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ խոսվում է, որ կրակոցները վտանգավոր չեն։ Հիմա երբ որ կրակում են կոնկրետ հասցեական պատուհանի ուղղությամբ, դրա մասին տրվել է համապատասխան հաղորդագրություն։ Բնականաբար Դառնա վտանգավոր։ Չեմ կարող ասել։ Այդ վտանգավորությունը ո՞նց է ասում եմ, ուղղակի ինտենսիվությունը ավելի շատացել է կրակոցների եւ աշխարհագրությունն է ընդլայնվել։ Այսինքն սակավաթիվ Դուք վտանգ չեք տեսնում, որ մեծ գործողությունների կարող է վերածվել։ Զինված ուժերը իրենց լիազորությունների եւ պարտականությունների շրջանակներում բնականաբար կատարում են իրենց աշխատանքը եւ առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է այս պահին ես նորից ցանկանում եմ կրկնել, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է եւ որևէ խնդիր ծագելու պարագայում մենք վտանգավոր կարող է իրանական զորավարժությունների մասին ինչ կասեք, հայ իրանական զորավարժությունների մասին։ Հայ իրանական զորավարժությունների մասին ես շտապում եմ։ Տեսեք իրանցիները իրանական զորավարժությունների մասին տրվել է համապատասխան հաղորդագրություն, որը իր մեջ ներառում է թե նշանակությունը, թե այդ զորավարժությունների անցկացման օրերը, այսինքն ինքը համապարփակ տեղեկատվություն պարունակել է։ Ադրբեջանից փաստեր է պահանջել, արդյոք այդ փաստերը տրամադրվեցին, պարոն Սարգսյան։ Ադրբեջանից փաստեր է պահանջել, որպեսզի տեղեկություններ հաղորդեին, եթե Հայաստանն է նախաձեռնում, այդ դեպքում իրենց ստացող մեր հաղորդագրությունները կարդում եք, մշտապես մենք դրա մասին վկայակոչում ենք։ Իսկ եթե տեղեկատվություն ստանանք, ապա նաև դրա մասին մենք տեղեկատվություն։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ իմ հարցին կպատասխանեք, չէ նշանակում վտանգավոր կրակոց, էլի։ Այսինքն նշանառու կրակոց, որ ուղղված է կոնկրետ ինչ-որ նշանակ կետի։ Դե բնակարանը, որին ուղղված է նշանակը, չէ կարծիքով ադրբեջանցիների այսպիսի բարբերաբար կրակոցների, ինչ նպատակ են հետապնդում, պարոն Սարգսյան։